նախքան շտապօգնությունը գա 4 ժամ։ Մինչև իրեն կարգադրող չլիներ, ինքը երբեք ձեռքերը ազատություն չէր տալու։ Հետևաբար ես ուզում եմ, որ այդ մարդը դատվի, քրեական գործ ես արդեն բողոքս ներկայացրել եմ, սա է։ Իմ ականջը 70% լսողությունն էր, այս րոպեին չեմ լսում, այո, հարվածից հետո։ Եվ դատաբժշկական քննությունը նշանակվել բժիշկը 2 շաբթի օրը պետք է հատուկ սարքերով ինքը զննի եւ պատասխանը տա։ Ինքը եթե կգա հայտարարի իր հրաման տվողի անունը, ես այդ րոպեին պահանջելու եմ հրաման տալողի դատը, իրեն դատեն, ոչ թե կատարողին։ Իմ վերջի նպատակը սա է։ Բոլոր իրավական ընթացակարգերը արվել է։ Չկա մի բան, որ բաց է թողնվել։ Մտահոգությունը ձեր գուցե հասկանում եմ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունը դուք տեսել եք, որ ցանկացած իր աշխատակցի գործողություններին համարժեք գնահատական է տալիս։ Այսօր քաղաքացու դիմումով, որ կենտրոնականի բաժնում ինքը դիմում էր ներկայացրել, որ ոստիկանության ծառայողն իրեն ապտակել է։ Նյութերը ուղարկվել են դատախազություն դրանց հետագա ընթացքը լուծելու համար։ Այսինքն որոշվի, որ տվյալ գործով, որ կառույցն է զբաղվում։ Դուք գիտեք, որ պաշտոնյաների գործով զբաղվում է բոլորովին այլ կառույց։ Հասարակությունը կտեսնի քննության արդյունքները, պատասխանատվության համաչափ լինելը, ես ես վստահեցնում եմ, սա շատ կարճ ժամանակ է։ Ես երեկվա ծառայության ղեկավարն եմ եւ արտաքին ծառայության ղեկավարն եմ, հասարակությունից, որպես երևույթ, ոչ թե տարեց մարդուց, որպես երևույթ հասարակությունի, որպես ես բարձրաստիճան սպա եւ այդ երևույթից, որ ինքը ոստիկան է եւ այդ արարքը թույլատվել, նորից եմ կրկնում, ոչ թե այդ տարեց մարդուց, հասարակությունից ես ներողություն եմ խնդրում։ Նա որպես ոստիկան իրավունք ունի այդպես գնալ։ Տևական ժամանակ 1 ամիս այնտեղ եմ, ես գիտեմ նա ով է, նա ոչ adekvat է պահում 1 ամիս, անընդհատ ոստիկանների հետ բոլորի հետ վիճաբանում է։ Նաեւ ես տեղեկություններ ունեմ, ինքը իմ գնահատականը չի միայն, նա ինքը առասարակ որտեղ գտնվում է, նա ինքը բոլորին սեռական մուտքի հայանքներով եւ այլ։ Այս հասարակությունից ես որպես արտաքին ծառայության պատասխան ես ներողություն եմ խնդրում։